Պատրաստում ենք Դուբայի շոկոլադ և հաշվում ենք ինքնարժեքը, իսկ համն ուղղակի անմահական էր, գնացինք։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ, կաթնային շոկոլադ, որը հալեցնելու ենք գոլորշու վրա, ամբողջ զանգվածի 70%-ը հալեցնում եմ գոլորշու վրա, իսկ հետո պարբերաբար ավելացնում 30%-ը, որից հետո մանր կտրատում ենք ղադաիֆի խմորը, որպեսզի կարագի հետ միասին բովենք։ Իդեպ, ինձ անհրաժեշտ եղավ ղադաիֆի խմորի տուփի ընդամենը 1/4 մասը։ Խմորը բովելու ենք մինչև թեթև կարմրի, որպեսզի դառը չլինի։ Այնուհետև հալեցված շոկոլադը տեղավորում ենք ֆորմայի մեջ և մի քանի րոպեով դնելու ենք սառնարան։ Այդ ընթացքում խառնում ենք ղադաիֆի խմորը և պիստակի մածուկը։ Շոկոլադո ֆորմաներն արդեն պատրաստ են, ավելացնում ենք պիստակի և ղադաիֆի խմորի խառնուրդը և վրան ևս 1 շերտ շոկոլադ ենք ավելացնում։ Թողնում ենք սառնարանում 2 ժամ և փորձում այս համեղությունը։ Դե իսկ շոկոլադի ինքնարժեքը կազմեց 9790 դրամ։